Բարի երեկո, 168 TV եթերում ռեվյուն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան։ Ինչպես գիտենք, ապրիլի 7-ին հայտարարվեց երկշաբաթյա հրադադարի մասին, այսօր առավոտյան ամերիկյան եւ իրանական պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ, Պակիստան են ժամանել եւ քիչ առաջ հաղորդեցին, որ իրանական պատվիրակությունը արդեն Ղալիբաֆի գլխավորությամբ Իրանի խորհրդարանի նախագահի հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ, ինչ հեռանկարներ ունեն այս բանակցությունները, դրական հեռանկարը ցեզ ունեն թե ոչ։ Կարծում եմ, այո։ Այստեղ մի գործուն կա, Իսրայելի գործունը։ Եթե ռազմական գործողությունները այդտեղ դադարեցում են Իրանի հետ, տեսականորեն, դեռ պայմանների մասին չխոսենք, ով ինչ է շահում, ասենք Միացյալ Նահանգները Իրան, բայց ցանկացած ռազմական գործողության դադարեցում դա Իսրայելի ներկայիս վարչակազմի եւ այդ վարչակազմի գլուխ հանձնացող վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար եւ քաղաքական եւ ֆիզիկական առումով կործանում է։ Եվ պատական չի, որ պարբերաբար բանակցությունների հանդիպումների վերաբերյալ գործընթացները կամ քարոզչական տեղեկատվական դաշտում կամ գործնական գետնի վրա ձախողում էր Իսրայելը։ Ընդ որում, այստեղ եւս փորձեց, եթե հիշում եք, 2 օր առաջ Լիբանանի տարածքում աննախադեպ այս 40 օրվա ընթացքում հրթիռակոծություն եւ ռմբահարումներ եղան, մի քանի հարյուր հազարավոր մարդիկ վիրավոր, ընդ որում մարդկանց մասը դեռևս շենքերում է, չեն կարողանում հանել։ Ամենախիտ բնակեցված վայրերում, հա։ Եվ գիտեք, ցինիզմը որտեղ է հասնում, երբ ասում են, որ իրենք հարվածել են Հեզբոլայի ռազմական կայաններին եւ ճամբարներին, երբ որ այդ զոհերի վիրավորների մեջ մեծ թիվ են կանայք երեխաները։ Հիմա Իսրայելը չի ցանկանում, որպեսզի այդ կռվը կանգնի։ Բայց ԱՄՆ-ի համար եւ ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար այդ կռվի կանգնելը գոյութենական է քաղաքական իմաստով։ Հիմա տեսականորեն պատկերացրեք, ԱՄՆ-ը օգտագործել է առարկապես բոլոր այն գործիքակազմը, որը կարող էր իրեն հաջողության բերել։ Գլխատել ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության, սա արվեց հիմնականում առաջին մի քանի օրվա ընթացքում Իրանի գլխատվեց։ Եվ մտածում եմ, որ այդ գլխատումից հետո ժողովուրդը փողոց կիշնի, որ այաթոլաների կառավարման ինստիտուտը մեծ հաշվով տապալ է։ Դա չեղավ։ Որոշ ժամանակ հետո սկսեցին հարվածել քրիտիկական ենթակառույցներին։ Եվ այդ հարվածները եւս արդյունք չտվեցին։ Եվ վերջում հայտարարվեց, որ հարվածելու են կամուրջներին եւ էլեկտրակայաններին, ինչպես նաեւ նավթի վերամշակման գործարաններին եւ այն պահոցներին, որտեղ հիմնականում պահվում է նավթը։ Եվ այն կղզում, որտեղ Իրանի նավթի մոտ 80%-ը խարկ կղզում։ Այո, հավաքում է եւ այդտեղից արդեն տանկերներով ուղևորվում է ըստ հաստիատերերի։ Շատ հետաքրքիր մի այսպիսի դրվագ ասեմ, այդ կամուրջների էլեկտրականների հետ կապված, իսկապես եթե այդ հարվածները լինեին, գործնականում էական վնաս կհասցվեր Իրանի տնտեսությանը, ճիշտ է, Իրանի կառավարությունը չէր հանձնվի, ժողովուրդն էլ կկռվեր, բայց վնասի առումով դա էական կլներ։ Եվ գիտեք լուծումը Իրանի ղեկավարությունը ոնց գտավ։ Իր ժողովուրդը կենթանի պատ կազմեց կամուրջների էլեկտրականների մոտ։ Ապրիլի 7-ի առավոտյան, երբ Թրամփը հայտարարեց, որ ոչնչացնելու է Իրանի ամբողջ քաղաքակրթությունը, չէ՞, ժամանակ քաղաքակրթությունը, ես ասեմ, քաղաքակրթությունը այլ շեշտադրում է, հիմա կասեմ, այդ հայտարարությունը ինչի համար արվեց, բայց դրանից առաջ, երբ որ ասվեց, որ հարվածելու էլեկտրականներին, կամուրջներին, ժողովուրդը կենթանի պատ կազմեց։ Սա գիտեք ինչ էր։ Եվ ԱՄՆ-ի նախագահ վստահաբար այդպիսի հրաման չէր տա, որտեղ այդտեղ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվել են։ Դուք պատկերացնում եք երկիր մոլորակում ԱՄՆ պետության հանդեպ ՄԱԿ անդամ բոլոր պետությունները եւ երկիր մոլորակի վրա ժողովուրդների վերաբերմունք ԱՄՆ-ի հանդեպ։ Պատկերացնում եք ինչ կլներ։ Մարդիկ դուրս եկան եւ կանայք երեխաներ կանգնեցին կամուրջների վրա։ Շատ ճիշտ է, եւ իրականում գործնականում այդ քրիտիկական ենթակառույցների էական վնաս հասցնելու ցանկությունը եւ վիժեցվեց, իրականում վիժեցնողները Իրանի ժողովուրդն էր։ Սա արձանագրենք։ Իսկ հիմա ինչ վերաբերվում է քաղաքակրթության ոչնչացման հետ կապված, ես կարծում եմ այդ հայտարարությունը, եթե Տրամփին մենք ուշադիր նայենք, այդ անձը ինքը բավականին բարդ անձնավորություն է,
եթե խորքայինով, հա, փորձենք գնահատել, ինքը անսովոր անհատականություն է, այսինքն ինքը հիմնականում ուրեմն հակասությունների վրա է մտքերի արտահայտում, որը որ իրար հետ տրամաբանված չեն, կապված չեն, հա, երբ փորձում ես, հա, տրամաբանական շղթան գտնել։ Բայց եթե մի փոքր ավելի խորքին ես գնում, այդ բոլորը իր համար մարտավարություն է, իրականում կամ թաքցնելու կամ հետո հրամցնելու այն իրական նպատակը, որ ինքը ունի։ Եվ այդ հայտարարությունը, երբ ասեց, որ քաղաքակրթություն, ես կարծում եմ երկիր մոլորակի վրա չկար մի մասնագետ, մի պետություն, որ գնահատեր այլ կերպ, քան այդ հայտարարությունը որակել որպես միջուկային հարվածի ուրեմն կոչ։ Եվ զգուշացնել, որ Իրանի ղեկավարությունը պետք է հանձնվի, հակառակ դեպքում միջուկային հարված է չլինելու։ Ես կարծում եք Թրամփը կգնար այդ ծայրահեղ քայլին։ Ես հիմա ասեմ, թե ինչու դա արվեց։ Այսինքն դա խաղադրույքները առավելագույն չէ բարձրացվեց։ Կարծում միջուկային հարվածից հետո էլ ոնց որ ասում են բոլոր այլ խաղակարտեր այլևս առ ոչինչ էին դառնում։ Կամ բլեֆ էր անում։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Ինքը խաղադրույքները հարաբերությունների ԱՄՆ-Իսրայել ինքը բարձրացեց առավելագույն որպես պրոֆեսիոնալ բիզնեսմենի դեպ ասեմ։ Հետո ասեց ինքը այն անձը չի իր հաջորդ քայլով, որ ինքը քաղաքակրթություն ոչնչացնի, որը կարող է անել։ Եվ քանի որ չի ուզում անել, ուրեմն ճիշտ կլինի, որպեսզի Իրանի իշխանությունների հետ բանակցի, որտեղ վերջին հաշվով բարբարոս չի, ոչ ինքը ոչ էլ իր երկիրը։ Հաջորդ քայլը ո՞րը եղավ։ Այս բանակցությունների երկու շաբաթով կասեցումը եւ բանակցությունների ստեղծելը, ճիշտ է, հարաբերությունների, այսինքն որ կոնկրետ հանդիպեն։ Այսինքն ինքը այդ հայտարարությամբ հող նախապատրաստեց հետ քայլ անելու։ Հետ քայլը հիմնավորվեց, որ ինքը քաղաքակրթություն չի ուզում ոչնչացնել, թեև ԱՄՆ ունի այդ զինանոցը ոչնչացնելու։ Պարզ եմ ասում։ Այսինքն իրեն չասեն, որ դու վախեցար եւ գնացիր բանակցությունների, պարտվել ես, այլ ինքը ասեց, չէ, ինքը հանդես եկավ որպես մեծ բարերար, որը չի ցանկանում մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնել եւ ստիպված են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այսինքն բլեֆ, այո, բլեֆ էր, բայց բլեֆի հիմնավորումը ԱՄՆ-ի դեմքը եւ վարկանիշը փրկելն էր, որ չասեն ինքը պարտվեց դրա համար գնաց բանակցությունների, չէ՞, հակառակ դեպքում մենք գնահատելու ենք, որ տեսեք Իրանը հաղթեց, օրինակ, զուտ քարոզչական դաշտում եւ ԱՄՆ-ը ստիպված գնաց բանակցությունների սեղանի շուրջ չնստեց։ Իսկ այսպես գնահատում է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը եւ երկրի նախագահը այնքան մարդասեր է, այնքան հումանիստ է, որ ունենալով հնարավորություն, որ Իրանի տարածքում ամբողջ բնակչությունը եւ այդ քաղաքակրթությունը ինքը կարող էր ոչնչացնել, բայց ինքը չգնաց այդ քայլին։ Փոխարենը ինքը ամեն պայման ստեղծեց, որպեսզի բանակցությունների միջոցով այդ հարցը լուծվի։ Այսինքն ինքը այդ հայտարարությամբ նահանջի իր համար ճանապարհ ստեղծեց քարոզչական դաշտում, որը ի դեպ ասեմ ձեզ աշխատեց։ Խնդիրը նա չի, որ մասնագետները ճիշտ են գնահատում, թե իրականում ինքը ինչի համար դա գնահատեց, բայց քարոզչական դաշտում իսկապես ասում են Տրամպը մեծ զոհաբերության գնաց, զոհության գնաց եւ ապահովեց բանակցությունները, որ հիմա այս պայն տեղի ունեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, ընդհանուր ամենաբարձր մակարդակի ներկայացված անձանցով։ Ջեյ Դի Վենսը փոխնախագահ երկրորդ դեմքն է երկրի, փաստորեն, փաստացի, իր հետ ներկայ են Տրամպի ընտանիքի հետ կապված երկու անձ, Քուշները, Ուիտկոֆը եւ երկոքի, ասենք, ուժային կառույցներից մասնագետներ։ Եվս երկու անձ, իսկ եթե ուշադրություն դարձեք, Իրանում եթե այաթոլլա Խամենի դնում ենք մի կողմի վրա որպես առաջին դեմք, երկրորդ դեմքը դա երկրի նախագահն է իր ստատուսով, Պեզեշկյանը նա չկար, հիմա նայում ենք, երրորդ դեմքը իրենց օրենսդիր մարմնի խոսնակը, որը Պահապանների կորպուսի նախկին բարձրաստիճան սպա եղել։ Սա առաջին, արտգործնախարարը առաջին, բավականին ծանրակշիռ է, նորընտիր իրենց անվտանգության խորհրդի նախագահը, Լարիջանի փոխարեն։ Այո, Լարիջանի փոխարեն, որը եւս կորպուսից է, այսինքն եթե ուշադրություն դարձեք, բացի արտգործնախարարից 3 անձ ովքեր որ ներկայացված են, իրենք կարելի ասել ոչ թե աղավնի թևն է, այսպես այլ բազե թևն է։ Կորպուս են ներկայացել, հետո են անցել քաղաքացիական, այսպես ասենք, պաշտոնների, այո։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ բանակցությունների սեղանի
փաստաթուղթը դա Իրանի առաջարկներն են, հայտնի 10 կետը, որի վերաբերյալ հրապարակվել էր Տրամփը, հետո հայտարարել է դրա մասին, հետո հետ քայլ արեց եւ Իրանն էլ ասաց, որ իրենք չեն զիջում։ Իդեպ ասեմ ձեզ, ԱՄՆ-ի նախագահը ստիպեց Իսրայելի վարչապետին, որպեսզի վերջինս Լիբանանի որոշ տարածքների նկատմամբ այդ ռմբահարումները դադարեցնի, որտեղ դա սադրանք էր, որպեսզի վիճեցի, որտեղ իրանական կողմը ասում էր, եթե Լիբանանը հարվածում է, ենթարկում է հրթիռակոծության, հրետակոծության, ապա այս բանակցությունները կասեցնում է։ Եվ Բենյամին Նեթանյահուն կարծես թե գտավ լուծումը հետևյալն է։ Ինքը փորձում է հանդիպել Լիբանանի վարչապետի հետ կամ իրենց ներկայացուցիչները, որպեսզի զինաթափվի Հեզբոլլահը, այսինքն ռազմական գործողությունը կասեցնում են այդ պայմանով, բայց այստեղ էլ այլ խնդիր կա։ Լիբանանի ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ շատ ավելի մեծ հեղինակություն ու վարկանիշ ունեն շիա մահմեդական Հեզբոլլահ ռազմական եւ քաղաքական խմբավորումը, քան երկրի վարչակազմը, ասենք կառավարության անդամները եւ վարչապետը։ Որին պատկանում է Հեզբոլլահը, շիայական։ Եվ այդ առումով, ասենք, ժողովուրդը կարող է երկրում իշխանափոխություն անել, իդեպ ասեմ ձեզ, այսինքն այսպիսի խնդիր կա։ Լավ, բայց Հեզբոլլահից ինչ վտանգ էր գալիս, ասենք, այդ հրադադարից հետո, որ սկսեց ռմբակոծել։ Որպեսզի բանակցություններ չլինի։ Նախ ռմբահարումները Հեզբոլլահի կենտրոններին չէր խփում, խփել խաղաղ բնակիչներին, չէ։ Շենքեր այդ հարյուրավոր զոհերի եւ հազարավոր վիրավորների մեջ ճնշող մեծամասնությունը քաղաքացիական անձինք են, չէ։ Որովհետեւ բանակցությունները վիժեցվի, պարզ ասեմ։ Այնուամենայնիվ Տրամփը կարողացավ Իսրայելի վարչապետի հետ ամենայն հավանականությամբ հեռախոսազրույցի ընթացքում հորդորել, հիմնավորել, որ պետք է այդ ամենը չկասեցվի, որովհետեւ հայտարարելուց առաջ, 2 օր առաջ Իսրայելը սկսեց Լիբանանին հարվածել, չէ՞, հատուկ հարվածի իմաստը ո՞րն էր այդ զոհերի, որովհետեւ բանակցությունները վիժեցվի, չէ՞, հանդիպում չլինի, որովհետեւ հանդիպան մասին մոտ 5-6 օր առաջ էր, չէ՞, խոսակցություններ շրջանառության մեջ, ավելի շուտ պիլներ։ Ասում են Վենսը արդեն գտնվում է Իսլամաբադում, հետո ասին չի գնացել եւ այլն։ Ուզում ասել, որ այնուամենայնիվ ԱՄՆ-ը նախ բարոյական պարտություն է կրել, սկսենք այստեղից, փաստացի, եթե գնահատենք ԱՄՆ-ի այն խնդիրները, որը ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարություն դերել է ռազմական ղեկավարության առաջ, դա որևէ կետ կյանքի չի կոչվել ինչ առումով։ Գործնականում պատկերացրեք խնդիրը գլխատելուց հետո հոգևոր ռազմական քաղաքական վերնախավի երկրում անկայունության հրահարումներ, մարդկանց փողոցներ հանել, իշխանություն, ժողովուրդ, հակասություն, հակադրությունը, կառավարության կորուստը Իրանում եւ որից հետո երկրում տեղի ունենալ իշխանափոխություն։ Լրիվ հակառակ գործընթացը տեղի ունեցավ, ժողովուրդը ավելի այսպես կոնսոլիդացվեց իշխանության շուրջ, կառավարությունը չի կորել երբևիցե այդ գլխատելուց հետո, անգամ առաջին հարվածներից հետո, փոխարինողները միշտ ունեցել են եւ Իրան այդ առումով յուրահատուկ կառավարման համակարգ է ստեղծել։ Այսինքն անձի ֆիզիկական կորուստը համակարգը չի փլուզվում այդ անձին, որքան ես եմ տիրապետում տեղեկատվության, քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց 1-ին 3 փոխարինող կա, ռազմականին 1-ին 5։ Այո։ Հետեւաբար այդ համակարգը ինքը անձերին կարող է սպանել, բայց համակարգը չի փլուզվում։ Պարոն Աբաջան, հեսեք եկեք հերթով գնանք, հա, արձանագրենք մինչ այս պահը, կարող ենք արդյոք ասել, որ սա պատերազմի ավարտն է եւ այս ռազմական գործողությունները պատմության մեջ կմնան որպես 40-օրյա պատերազմ եւ շատ ուղիղ եմ ուզում հարցնել, ով հաղթեց եւ ով պարտվեց այս Իհարկե մենք գիտենք ռազմական գործողությունը, այսինքն ֆուտբոլային խաղ չի, որ հաղթող լինի կամ պարտվող կամ ոչ ոքի ավարտվի, այսինքն լինում է կողմ, որ ավելի շատ է շահում, լինում է կողմ, որ ավելի շատ է կորցնում, ով հաղթեց կամ ով պարտվեց այս պատերազմում կամ ով շահեց այս պատերազմում։ Ձեր հարցի վերջին մասից, հա, ես կա հստակ չափորոշիչներ կան, որը պետք չէ շփոթել քարոզչական, ուրեմն չափորոշիչների հետ։ Օրինակ, իրանական կողմը ասում է մենք հաղթել ենք։ Ամերիկյան կողմը եւս ասում է մենք հաղթել ենք։ Ամերիկյան կողմը բերում է փաստարկներ, ըստ որի գլխատել է իրանական ղեկավարությունը, ռազմական, հոգևոր, քաղաքական, ասում է քրիտիկական ենթակառույցների մեծ մասը ոչնչացված է, 135,000 օբյեկտ եմ թիրախավորել,
Հակաօդային պաշտպանությունը ոչնչացված է, զրահատանկային զորքեր չկա, օդուժ չկա, օդանավականներ չկա, նավատորմ չկա, սա ամերիկյան կողմի հիմնավորումներն են։ Ինք ասում է ես հաղթել եմ։ Իրանական կողմը ասում է մենք ենք հաղթել եւ հիմնավորում է ինչպես։ Ասում է ԱՄՆ-ի ծրագիրը որն էր։ Գլխատելուց հետո երկրում իրականացնել իշխանափոխություն։ Եղավ իշխանափոխություն։ Ոչ։ Որքան որ ամերիկյան կողմը ասում էր, որ ռազմական պոտենցիալը Իրանի ոչնչացված է, բայց ցանկացած բան իրանական հրթիռները բալիստիկ եւ հիպերձայնային արագությամբ ցանկացած թիրախի կարող են հարվածել։ Սա իրականություն է։ Երկուս։ Միջուկային հետազոտությունները ինչպես կային, այնպես շարունակվում են։ 3. Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության ներքո։ Եթե առաջ հիմնականում մաքսային ծառայություններն են, հիմա նաև զինուժն է այդ նեղուցի աշխատանքը վերահսկում։ Եվ կառավարությունը չի կորել։ Այսինքն հիմա ես իրանական կողմի փաստարկներն եմ բերում, որ իրականություն է։ Եվ գնահատման մեկ չափորոշիչ կա։ Ցանկացած երկու պետություն, երբ պատերազում են, կամ պետությունների դաշինքներ, գնահատում է հետևյալ կերպ։ Քաղաքական ղեկավարությունը ռազմական ղեկավարության առաջ խնդիր է դնում կատարել այս խնդիրը։ Եթե այդ խնդիրը չի կատարվում, ուրեմն այդ պետությունը պարտվել է։ Սա է միակ չափորոշիչը։ Հիմա ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունը կոնկրետ խնդիր է դրել ռազմական ղեկավարության առաջ։ Իրանում իրականացնել իշխանափոխություն առաջին եւ նոր վարչակազմը այս կամ այն ձևով պետք է կառավարելի դառնալ ԱՄՆ-ի կողմից։ Եղավ այդպիսի բան։ Ոչ։ Այստեղ եկեք հստակեցնենք, որ ասենք վարչակազմի գործադիր մարմնի մասին չի խոսք, այլ ընդհանրապես իսլամական վարչակարգի տապալման։ Խոսքս այաթոլաների ինստիտուտը որպես կառավարման ինստիտուտ փոխելն էր։ Չեղավ, չէ՞։ Ոչ։ Ուրեմն միանշանակ արդեն գնահատում ենք, որ ամերիկյան կողմը չի հաղթել, ինչու՞։ Որտեղ ռազմական ղեկավարությունը չի կարողացել լուծել քաղաքական ղեկավարության կողմից դրված այդ խնդիրը։ Սա է միակ չափորոշիչը։ 1 եւ երկրորդ Իրանը կարողացավ ԱՄՆ-ի դեմ օգտագործել ոչ թե միջուկային զենք, այլ միջուկային զենքից ավելի հզոր զենք, այն է Հորմուզի նեղուցը։ Գիտեք ինչու։ Որտեվ եթե սա այս կռիվը շարունակվեր, եւս ասենք մի ամիս կամ 2 ամիս։ Ինչ երկու ռեալ վտանգ կար։ Վտանգ առաջին։ Կոնգրեսի նոյեմբերին միջանկյալ ընտրություններում վստահաբար հանրապետականը կպարտվի։ Ես կարծում եմ նույնիսկ այս պահի դրությամբ հանրապետականը եւս կպարտվի։ Իսկ դա նշանակում է, որ դեմոկրատները կարող են ԱՄՆ-ում սկսել իմպիչմենտի գործընթաց։ Սա առաջին։ Եվ երկրորդ, համաշխարհային տնտեսությունը եւ բոլոր պետությունները այս կամ այն ձևով կապված են մեկ-մեկու հետ։ Դա մի կենթանի օրգանիզմ է։ Համաշխարհային տնտեսությունը աշճանաբար էներգակիների պակասի եւ չգոյության պայմաններում եւ վառելիքի թանկացման հետևանքով հայտնում էր խորքային առումով մեծ ճգնաժամ մեջ, ընդ որում հիմա հայտնված է։ Եվ պատկերացեք, եթե այս ամենը շարունակվեր եւս 1-2 ամիս։ Այն որ նավթի գները օրինակ մինչև $200-250 հասներ, հիմա 110-115, այսինքն երկու անգամ եւս թանկ էր։ Սա նշանակում է, որ իսկապես պետությունների պաշարները ընդ որում ասեմ ձեզ 1-2-3 ամիս, ասենք բենզինի որը որ ինքնաթիռներն են լիցքավորում, որը տրանսպորտային միջոցն է լիցքավորում, այլ պաշարներ չկար։ Եթե պատերազմը շարունակվում էր, պաշարները որոշ ձևով չէին ավելանում։ Ընդհակառակը, այսպես կոչված անձեռնմխելի պաշարները 2-3-4 ամիս հետո վերջանում։ Դուք պատկերացնում եք ինչ էր երկրի մուրակի վրա տիրելու։ Եվ այս տեսլականն էր, որ նաև ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի ստիպեց, որպեսզի գնա զիջումներ իրականում երկու գործում կա, որտեղ ԱՄՆ հասկացավ պարզ ճշմարտություն։ Այդ ժողովրդին չես կարող ծնկի բերել, եթե ինքը պատրաստ է մեռնել իր հայրենիքի համար, իսկապես։ Իրանի ժողովուրդը, իսկ դա Իրանը բազմազգ եւ բազմակերպ ժողովուրդ է, այդ ժողովրդին ծնկի չկարողացան բերել։ Այդ մարդիկ հանուն իրենց երկի եւ հավատի պատրաստ են նահատակվել։ Եվ ի հեճուկս իշխանափոխության կամ ռեժիմի տապալման ձգտումների ինչ է համախմբեց իրանական հասարակությանը։ Ուրեմն նախ ասեմ երկու սերունդ է մեծացել Իրանում, որոնք եւ հոգեբանորեն մոտիվացիայով եւ գործնականում գետնի վրա պատրաստվում են այս մեծ պատերազմին։ Ես կարծում եմ նույնիսկ ավելին 1979 թվականի
հեղափոխությունից հետո Իրանի նոր ղեկավարությունը հրաշալիորեն տիրապետում էր, որ իրենց գնահատմամբ առաջին այդ հեղափոխության առաջնորդի Սեյիդ Խոմեյնի հայտնի ձևակերպում մեծ սատանա, իրենք պատրաստում են այդ մեծ սատան, որը Միացյալ Նահանգներն էին դիտում, դրա դեմ պատերազմի։ 100%-անոց շրջափակման մեջ գտնվող, այսպես պատժամիջոցների ներքո գտնվող Իրանը դարձավ ինքնաբավ երկիր, ստեղծեց իր ռազմարդյունաբերական համալիրը, դաստիարակեց սերունդ, իդեպ ասեմ, Իրանը բնակչությունը աշխարհում ամենաերիտասարդն է, դուք պատկերացրեք ծնելիության չափը։ 92 միլիոն բնակչություն ունի։ Եվ այն հաջողությունները, որ իրենք ունեցան, սա երկու կարևոր հանգամանքով է պայմանավորված։ Առաջին, ղեկավարները Իրանի հոգևոր առաջնորդները մտածում են իրենց երկրի մասին։ Եվ շիա մահմեդական հոգևորականները, այաթոլլաները սկզբունքորեն տարբերվում են սունի մահմեդական, օրինակ Պարսից ծոցի շեյխերի վարած կյանքից, հա, այդ ցոփ ու շվայտ իրավիճակից, դուք պատկերացնում եք, չէ՞, լրիվ տարբեր աշխարհներ են։ Այստեղ շատ հետաքրքիր համեմատություն է գալիս, հատկապես Սաուդյան Արաբիա ու ծոցի արաբական երկրների հետ համեմատությամբ, հա։ Ուրեմն, երբ որ երկրի կառավարիչը այդ ասկետ կյանքով է ապրում եւ իր ամբողջ կյանքը նվիրում է իր հայրենիքին եւ Աստծո ծառայությանը, դա լուրջ մոտիվացիոն դաշտ է ստեղծում իր երկրի քաղաքացու համար, որը եւս ուզում է իր առաջնորդի նման, հա, կյանքը նվիրել, իմաստավորել ծառայությամբ եւ ոչ թե լավ ապրելով։ Ես չեմ ուզում ընդհանրացնեմ հավաքական առումով, բայց Իրանը այդ եզակի ժողովուրդն էր, որ կարողացավ այդ կոնսոլիդացիան ապահովել եւ այդ կոնսոլիդացիայի շնորհիվ էր, որ մարդիկ սկզբունքորեն երբ կանգնում են 5 րոպե պակաս երկնքից հրթիռի հարվածի ներքո, իհարկե հասկանում ես մարդկային բնույթը խոսում է, որ կարող է ընկնել իրենց վրա զոհեն եւ այլն, բայց իրենց զոհությունները իմաստավորում են այդ ժողովրդին եւ այդ մարդուն հնարավոր չի հաղթել, անգամ ֆիզիկապես սպանելով։ Մեր մոտ էլ չէ, բայց կա այդ գաղափարախոսությունը։ Դե քրիստոնեությունը իր հիմքում ոնց Հիսուս երկիր Աստծո կողմից բերելու ամենամեծ խորհուրդը հարությունն էր, այսինքն որ երկրային ֆիզիկական մահով կյանքը չի ավարտվում։ Հիմա նույնը ասենք իսլամում, նրանք հասկանում են, որ իրենք ընդ որում այդ պայքարի պատերազմի ժամանակ զոհ ինքը արդեն նահատակ է։ Սկզբունքորեն մարդը մեռնելուց չի վախում։ Եվ պատկերացեք այդպես ամբողջ Իրանի քաղաքացիները հիմնականում, ես ասենք տոկոսներ չեմ ուզում, ինքս նման հարցումներ կամ ժողովրդագրական վիճակը որոցի ձով գնահատում չկա, բայց հավաքական առումով այդպես է։ Ասենք կարող է 1-2% լինի, որ այլ ձևով են ուզում, բայց գերակշիռ ճնշող մեծամասնությունը Իրանի ժողովուրդներ են, որում հիմնականում 5-6 էթնիկ խումբ կա, որոնց պարսիկները մոտ 50-48-50% են։ Մնացածը այլ էթնիկ խմբեր են, ասենք քրդեր են, ազերիներ են, երկրորդ էթնիկ խումբը ազերիներ են, բելուժներ են, փուշտուններ են, արաբներ կան Խուզիստանում։ Ես դրա համար եմ ասում, էլի, այսինքն 5-6 էթնիկ խումբ են։ Եվ այդ ժողովուրդը, որը իրենց միավորել է ծառայություն իրենց հայրենիքին։ Իրանը բոլորի հայրենիքն է, հա, ժամանակին, պատերազմներով, արյունով, կորուստներով, բայց այս պայն ընդ որում, երբ մեր հարևան Ադրբեջանի նախագահը հավակնություն ուներ, որ օրինակ իրենց իբր եղբայրակիցները, իրական ազարիները, որ կարող ապստամբային կենտրոնական իշխանությունների դեմ եւ մեծ Ադրբեջան ստեղծվեր, ես տրիվիալ բան եմ ասում, թող Ալիև ուշադիր եւ իր մասնագետները հետևեին օրինակ Իրան-Իրաքյան 8 տարի տևած պատերազմում ազարի ժողովրդի տված հերոսների քանակին։ Այսինքն ամենաարմատական, որոնք ամենամոլերան շիաներն են, եւ իրանց հայնիքի պաշտպանության համար սկզբունքորեն այդ առումով իրենց պատմության մեջ ոսկե տառերով են էլի գրել եւ պատական չի օրինակ որ նախկին հոգեվոր առաջնորդների ներկայից երկկողմանի ազերի են։ Իրենց երկրի երկրորդ դեմքը վարչապետը մի կողմից ազերի է։ Հետաքրքիր է, չէ՞։ Եվ Ալիևը հավակնում էր նախագահ Փեզեշկյանը մի կողմից ազերի է։ Իսկ հոգեվոր առաջնորդը երկու կողմից է ազերի։ Մարն էլ կարծեմ քուրդ է, եթե չեմ սխալվում, հա։ Ճիշտ է։ Այսինքն ուշադրություն դարձեք Սասանյանների կայսրության իրավա քաղաքական ժառանգորդ այսօրվա Իրանում Պարսիկ ժողովուրդը լինելով 50% բնակչությամբ
այսօր երկրի կառավարման համակարգում, ասենք առաջին երկրորդ դեմքը պարսկական արյուն չի կրում, բայց դա չի նշանակում, որ այդ երկիրը իր հզորության այսպես վերելքի մեջ չի։ Այդպես է, այսինքն, երբ որ դու կարողանում ես համակեցության կանոններով բոլոր ժողովուրդներին բերել մի կառավարման դաշտ, անկախ քո ազգային պատկանելությունից, իսկ Իրանում ազգային պատկանելություն չի նշում դեպ։ Այնտեղ կրոնական պատկանելություն, կրոնական փոքրամասնություն է, ոչ թե ազգային, իդեպ ասեմ։ Ինչպես մինչև 19-րդ դարը նաև մեր տարածաշրջանում էր, այսպես քրիստոնյա կամ մուսուլման։ Այսինքն կրոնական պատկանելությունն է, էլի, ազգայինը չի, իրենք ազգային, թեև իրենք օրինակ ասենք նույն ազարիները ունեն ազգային որոշակի ինքնուրույնություն։ Հաշվի առնելով, որ երկրորդ էթնիկ խումբն Սեֆյանների ժամանակ մոտ 234 տարի այդ տարածքի ժողովուրդն է Պարսկաստանի իրականում շահերի դինաստիան Սեֆյանների տրվել եւ կենտրոնը մայրաքաղաքները նրանց Սպահանն է եղել, Թավրիզն է եղել։ Այո, 2-3 մայրաքաղաք։ Եվ այս առումով ես ուղղակի միտքս ավարտեմ, որ Իրանը որոշակի առումով ֆենոմենալ է որպես մինի կայսրություն, բայց որը համակեցության կանոններով ապրող ժողովուրդները ցույց տվեցին, որ նույնիսկ կարելի է դիմադրել եւ հաղթել միջուկային երկու տերության։ Վերջին հաշվով Միացյալ Նահանգները միջուկային գերտերություն է, իսկ Իսրայելը միջուկային տերություն։ Դա ամենակարևոր հարցից է, բայց չմոռանամ հարցնել, ուրեմն ովքեր են Իրանի ազարիները կամ ատերպատականցիները, պարոն Նահապետյան, իրենց էթնիկ ծագումով ու ինքնությամբ եւ ինչու են Հայաստանում շատ հաճախ սխալմամբ նրանց անվանում ադրբեջանցիներ։ Որքան ես գիտեմ, ես ինքս պատմաբան չեմ, բայց այնքանով որքանով ես տեղեկացված եմ, իրանական բարձրավանդակի ժողովուրդ, օրինակ իրանական բարձրավանդակի մի քանի ժողովուրդներ կան, պարսիկները իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, այո, ազարիները իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, տաջիկները իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, բելուժները իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, պուշտունները իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, թեև այդ ժողովուրդների մի մասը ներկայիս Իրանի սահմաններից դուրս է ապրում, օրինակ կա Տաջիկստան պետություն, այնտեղ տաջիկներ են ապրում, տաջիկ ապրում է հարակից սահմանակից Իրանում, այո, Պարսկաստանում պուշտուններ են ապրում, կա նաև պուշտուններ կոնկրետ Աֆղանստանում եւ բանում, Իրանում, բելուժներ են ապրում, բնակվում են, բելուժներ կա եւ ուրեմն բանում, Պակիստանում, այո, եւ Իրանում։ Ես հիմա ինչ եմ ասում, այսինքն ժամանակին օրինակ Սեֆյանների գիտեք Ալիևի հիմնական այսպես քարոզչական հնարքը, որ իրենք իրավաքաղաքական ժառանգորդն են Սեֆյանների ժառանգության, երբ որ ասում է Արամեծյան Ադրբեջան, մեծ Ադրբեջան, դրա որոշակի պատմական հենք պետք է լինի։ Հակառակ դեպքում կասեն այս ցնդացնով է, այս ինչա վերականգնում։ Իդեպ ասեմ ձեզ 2011 թվականից Ադրբեջան ներկայիս ղեկավարությունը պատմական եւ քաղաքակրթական հենք է նախապատրաստում, որ մեծ Ադրբեջան ստեղծելու համար իրենք ունեն եւ բարոյական եւ պատմական եւ քաղաքական հիմքեր, որովհետեւ իրենք իրավահաջորդն են Սեֆյանների ժառանգության, որը այդ կայսրությունը 1502-1736 234 տարի կայսրությունն է եղել։ Հիմա ովքեր են եղել շահերը։ Իդեպ Հայաստանից մեծ գաղթը երբ Իրան էր Շահ Աբասի ժամանակ, այդ Սեֆյանների ժամանակ եղել։ Հիմա ովքեր են իրենք։ Իրենք պարսիկ չեն եղել, իդեպ ասեմ ձեզ։ Դե թուրքախոս են եղել, բայց դա շատ ճիշտ է, ուրեմն իրենք թուրքախոս են եղել, բայց Ալթայից դուրս եկած թուրքական ցեղերի ծագում չեն ունեցել։ Այսինքն իրենք իրանական բարձրավանդակի ծագում ունեն։ Բարձր ասում։ Հիմա ովքեր են այդ ադրբեջանցի, որ հիմա իրենց անվանում են։ Եթե շատ հեռու չգնանք, մի 110-15 տարի առաջ եւ բացել Վլադիմիր Ուլյանով Լենինի աշխատությունները, այդ տարածքում իսկ նա կարծում նրան պետք է նայել մի կողմից նաեւ մարդ, որը լուրջ գիտական ուրեմն հենք ունեցել, այնպես չէ՞ էլի, ասենք վիրավորել, փնովել եւ այլն, այդքան աշխատություն, քարոզչություն եւ մի կայսրություն, եթե դու կարողանում ես այդ կայսրության մեջ հեղաշրջում անցկացնել, դա ոչ թե քո թուլության, այլ դու մեծության մասն է խոսում։ Թե ինչ նպատակ այլ հարց է։ Ասենք նույն Լենինի աշխատություններով այդ տարածքում ապրող ժողովուրդները կային, ասենք, բնիկ ժողովուրդներ, օրինակ լեզգիները, թաթերը, թալիշները, ուդիներ, դրանք հայերը, դրանք բնիկ ժողովուրդներ են եւ կային եկվորներ, որոնք կոչվում են կովկասյան թաթարներ։
բարձր ասում։ Այ այդ Կովկասյան թաթարների հետնորդներն են, որ հետո իրենց անվանեցին ադրբեջանցի։ Ընդ որում այդ ադրբեջանցին վերջին շրջանում է իդեպ ասեմ ձեզ։ Դե մինչև 18 թվականը թաթարներ են մինչև 1936 թվականը ասեմ ձեզ, իհարկե, նույն Ալիև Իլհամ Ալիևի հայրը Հեյդար Ալիևը կա հայտնի տեսագրություն, երբ որ ասում են մենք մեր ինքնությունը դեռևս չգիտենք։ Հիմա մենք թուրք ենք, թուրքական ծագում ունենք։ Մենք ալբանացի ենք, իդեպ այդպիսի մի ամբողջ տեսություն կար Խորհրդային Միության վերջին տարիների շրջանում, որտեղ պատմաբանները Ադրբեջանից փնտրտուքի մեջ էին, որ իրենք Կովկասյան Ալբանիայի հետնորդներն են, իդեպ ասեմ։ Աղվանքի, այո։ Հետո պարզեց, որ դա այդքան էլ չի աշխատում։ Հետո իրենց արդեն փորձեցին Իրանի Ադրբեջան, որը մենք մեր պատմական հայրենիքի մասն է, ատրպատականն է, չի եղել։ Իրենք փորձեցին նույնականացնել իրենց հետ, հա, որպես ազարի ժողովուրդ։ Դա հետո Թուրքիայի հետ բարեկամությունը կարծես թե խոչընդոտ է, որտեղ եթե իրենք իրանական բարձրավանդակի ժողովրդի ակունքներն են իրենց տեսնում, դրան գումարած շիա մահմեդական երկիր, վերջին հաշվով Ադրբեջանը շիա երկիր է, չէ՞։ Եվ այստեղ բազմաթիվ հակասություններ, որ իրենք հիմա դառնան թուրքական ծագում ունեցող։ Այսինքն ինքնությունը դեռ իրանց համար պարզ չէ, բայց ես ձեզ վստահաբար եմ ասում, այս տեղեկատվությունը ցավոք սրտի շատ քիչ է տարածվել, որովհետեւ հասկանանք մեր ոչ բարեկամ երկրի ղեկավարության կողմից եւ իրենց դաշնակիցների կողմից մեր երկրի հանդեպ վարվող քաղաքականություն։ Իսկ քաղաքականությունը հետեւյալն է. 2011 թվականից Վատիկանի փակ գաղտնի արխիվներից որոշ փաստաթղթեր ուղղակիորեն տրվել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնակարներին, որոնք վերջիններս ուսումնասիրում էին եւ փորձում էին եւ հիմա էլ ունեն այդ հիմնավորումներ ըստ որոնց հիմնավորումը ճակերտների մեջ, հա, որ ներկայիս Ադրբեջանում ապրող բնակիչները դրանք Սեֆյանների ժառանգության իրավաքաղաքական հետնորդներն են, որ հարաբերությունները ժամանակին Վատիկանի եւ Սեֆյանների կայսրության միջև եղել ադրբեջաներեն լեզուն, իհարկե պարսկերեն գրով է եղել։ Թեև ադրբեջաներեն լեզուն որպես այդպիսի լեզու հաստատվել է կայացել 1936 թվականին, սա գիտություն, ասենք նույն ադրբեջանական լեզվի ենթադրենք 500-600 տարվա լինելության մասին։ Յոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը։ Դե հիմա ինչ որ ծրագրի համար, այո, ինչ որ ծրագրի համար այդպես որոշվեց։ Բայց փոխարենը հիմա գիտական եւ կրթական ամբողջ կառույցներում պետական Ադրբեջանում դրված է, որ իրենք հանդիսանում են Սեֆյանների ժառանգության իրավաքաղաքական հետնորդները։ Երբ որ Ալիևը ասում է, որ Հայաստանի ամբողջ տարածքը դա արևմտյան Ադրբեջանը, գիտեք ինչի համար է ասում, որտեղ իբր իրանք հիմնավորել են, իսկ Սեֆյանների ժամանակ հարավային Կովկասը եւ հյուսիսային Կովկասի մասը բոլորը Սեֆյանների ժառանգության տարածք էր։ Ներեցեք, ես ձեր թույլտվությամբ շեշտեմ, որ դա պատմական 100%-անոց կեղծիք է, որովհետեւ Սեֆյանների դինաստիան, Ղաջարիները, Ավշարիները բոլորը իրանական պարսկական։ Իհարկե, այսինքն որևիցե աղերս չունեն։ Ընդ որում, երբ որ Ալիևը ասում էր Դերբենտը մեր պատմական հայրենիքն է։ Դերբենտը Դաղստան։ Շատերը հեգնում են, ասում են, պես մարդը խելքը գցել է։ Ես օրինակ հանդիպել եմ որոշ մասնագիտական շրջանակներ, ասում եմ, եկեք մյուս տեսանկյունից նայենք։ Փորձենք հասկանալ ինչու է Ալիևը նման բան ասում եւ ինչ հիմքեր ունի ասելու։ Հետո հիմքերը, երբ որ այսպես որոշակի հետազոտություններ ուսումնասիրություններ հասկացանք, որ Սեֆյանների ժամանակ այո Դերբենտը եղել է Սեֆյանների կայսրության մի մաս, քաղաք եղել։ Այսինքն Ալիևի արևմտյան Ադրբեջան հոլովույթը, որը նշանակում է, որ Հայաստանը եւ ոչ միայն, բայց ներկայիս Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանի մի մաս է, դրա գիտական եւ կրթական հողը Ալիևը Ադրբեջանի համար պատրաստել է դեռևս 2011 թվականից։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու է պատմական կեղծիքները տրվում, որտեւ ամենայն հավանականությամբ Ադրբեջանի դաշնակից եւ իր հարևան Թուրքիան եւ Եվրոպային որոշ պետություններ եւ կառույցներ գնահատում էին, որ հայկական սեպը պետք է դուրս դրվի թուրքական աշխարհի Թուրան պրոյեկտից որպես խանգարող գործոն։ Որպես այս տարածքում ադրբեջանցի զինվորը կռվի այն մոտիվացիա, որ ինքը ոչ թե օկուպանտ եկել է գրավելու, իսկ օկուպանտի հոգեբանությունը շատ դժվար է բացի ավարից կյանքը զոհաբերել հրամանը կատարելու համար, ասենք առավելագույն։ Բայց երբ որ մարդը զինվորը գալիս է ազատագրելու, ազատագրող զինվորի հոգեբանությունը
Այո, կարող է թույլ տալ մարդը գնա զոհաբերության։ Երբ որ ադրբեջանական քարոզչամեքենան իր արդեն 1 սերունդ իրենք դասիրակում են, որ այս տարածքը պատմական, իրավական, քաղաքական առումով դա ամբողջովին Ադրբեջան է, եւ եթե իրենք գան այս տարածքում կռիվ անելու, ապա իրենք գալիս են ազատագրելու երբեմն իրենց պատմական հայրենիքի ինչ-որ մի մաս։ Պատկերացնում եք, Ադրբեջանում ինչ կարգի է դրված այս քարոզչությունը, գիտական, կրթական եւ գետնի վրա արդեն բանակը ամբողջությամբ քարոզչական աշխատանքը եւ անձնակազմի հետ տարվող, ասենք, հրամանատարի տեղակալ սպաները բանակում իրականացնում են այս քարոզչությունը։ Հիմա ինչ ենք մենք դրան հակադրում, չեմ ասում որպես պետություն, մենք որպես ժողովուրդ, դե ասացի էլի, որ չեմ ասում որպես ժողովուրդ, հասկանալի է, որպես ժողովուրդ, ասենք, օրինակ, ես ոնց եմ տեսնում, ես այս ամեն ինչը դի հրապարակայնացնել, որովհետեւ մենք վտանգի չափ հասկանանք, որ մեր դիմաց ադրբեջանական բանակի զինվորը պատրաստ է գալ այս տարածքը ազատագրելու, ինքը պատրաստ է զոհվելու դրա համար, որտեղ սա համարում է իր պատմական հայրենիքը։ Մենք 2000 տարի առաջ Տիգրան Մեծի կայսրություն ենք ունեցել, միջեմը դրա համար խոսում ենք, ճիշտ է։ Այս կամ այն ձևով չեղածը սարքում են, չեղածը, բայց այդ չեղածը դա այդքան էլ հեռու չի։ Բարձեմ ասում։ Եվ ըստ այդմ մեր խնդիրը հանրային դաշտի մասնագիտական փորձագիտական շրջանակները վտանգները հանրայնացնելն է, ոչ թե խուճապ առաջացնելու, այլ վտանգի իրական չափ հասկանալու։ 1. Մարդկանց մոտ մոտիվացիոն դաշտ լինի, որ ասենք ընտրություններ է լինում, կեցված դրսևորելու խնդիր է լինում, մենք հասկանանք վտանգի չափը։ Ուրեմն երկրորդ պետական հաստատությունները այս ամեն ինչը պետք է անեն։ Վերջին հաշվով դա ոչ թե անհատների գործ է, որտեղ մեր դիմաց պետական համակարգ է աշխատում, այլ պետությունը իր գիտությունների ազգային ակադեմիայով, իր տարբեր պետական հաստատություններով, կրթական, գիտական, քարոզչական ինքը պետք է անի, բայց ցավոք սրտի մենք հիմա այլ իրականության մեջ ենք ապրում։ Այդ գործը չի արվում։ Ինչու՞ չի արվում, կարծում եմ նույնիսկ կարիք չկա ասելու, որտեղ քաղաքականություն, պետական քաղաքականություն այլ է։ Հայաստանը պետք է դրվի թուրքական աշխարհի սկզբունքորեն տնտեսական, քարոզչական, կառավարչական, քաղաքական կառավարման ներքո։ Այդպես է որոշված։ Ընդ որում այդ որոշումը ըստ իս ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարի որոշում շատ ավելի վերևից է, հա, իրենց վերադասության։ Որոշում կայացնողները այս Իրանի դեմ պատերազմ սանձազերծողներն են։ Շատ ճիշտ է, որովհետեւ Թուրանը դա բրիտանա-թուրքական պրոյեկտ է, դա թուրքական պրոյեկտ չի։ Եվ այդ Թուրանի մեծ ստեղծման, ընդ որում մի պրոյեկտը դա է, թուրքական պետությունների կազմակերպություն կա։ 5 հիմնադիր անդամ, որի մեջ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ուրեմն այս տարածաշրջանը Ռուսաստանի հարավային ուղղությամբ ամբողջովին իրենց անել մի պրոյեկտը սա է, Թուրանը։ Երկրորդ պրոյեկտը մեծ Ադրբեջանն է։ Իդեպ ասեմ ձեզ, սա երկրորդ պրոյեկտն է, որտեղ առաջին ջութակ Ադրբեջանն է խաղալու։ Ընդ որում, եթե ուշադրություն դարձեք, եթե այդ պրոյեկտի մեջ մտնել, պատկերացեք Իրանի ազերիներով բնակեցված տարածքները։ Օրինակ ստեղծել մեծ Ադրբեջան, տեսականորեն, որի կենտրոնը ոչ թե լիներ Սպահանը կամ Թավրիզը, այլ Բաքուն։ Օրինակ բնակչության թվականակով պատկերացնում եք, մի կլորիկ թիվ է, չէ՞։ Եթե դրա մեջ էլ վերցնենք Սեֆյանների ժառանգության այն մասը, որտեղ կենտրոնական Ասիայի որոշ պետությունների մի մասը եւս այդ տարածք է մտել, Հյուսային Կովկասի եւս մի մասը մտել է, Իրաքի եւ Սիրիայի որոշ մասը մտել է, եւ քարոզչական առումով այդ տարածքի ժողովուրդներին հիմնավորել են, որ իրենք Սեֆյանների ժառանգության իրավաքաղաքական հաջորդներ են, ինչպես Ադրբեջանին փորձում են հիմնավորել, համոզել եւ հաստատել տալ Վատիկանը, մի կլորիկ թիվ էր գալիս, մոտ 50-60 միլիոնանոց մի շարք պետությունների միավորել։ Այսինքն սա Ռուսաստանի Իրանի դեմ գործնականում եւ պատրաստվում էր հարվածային ուժ, այնպես ինչպես Թուրան պրոյեկտով պիտի պատրաստվեր, որի մեջ 5 հիմնադիր անդամ, չէ՞, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղызստան, Ադրբեջան եւ Թուրքիա, երկու դիտորդ անդամ Թուրքմենստան եւ Հունգարիա։ Պատրաստվում է երկրորդ ուժը, այդ երկրորդ ուժը երկու ուղղություն ունի հարվածի։ Դա Ռուսաստանն է եւ Իրանը։ Եվ որի առաջամարտիկը այս երկրորդ պրոյեկտի, դա Թուրքիան չի, ասեմ ձեզ, դա Ադրբեջանն է։ Եվ մենք վտանգի այս չափը պետք է հասկանանք եւ հասկանանք այդ վտանգը, եթե մեր գլխին կախվելու է, ապա որոնք են լինելու այդ վտանգը դիմագրավելու մեր ներքին եւ արտաքին ռեսուրսները, ում հետ մենք պետք է դաշնակցենք։ Ում շահից է բխում, որ այդ պրոյեկտը կյանքի չկոչվի։ Իհարկե, առնվազն այն երկու պետությունից, որի վրա այդ պրոյեկտով փորձելու են հարվածել։ Խոսքս Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի մասին է։ Այսինքն ցանկացած կառավարություն, որը
պարտավոր է սպասարկել իր երկրի ազգային պետական շահը։ Առնվազն այս առավելագույն եւ մեծ վտանգը հաշվի առնելով ինքը արդեն իսկ դաշնակցային հենքեր պիտի ստեղծեր այդ երկու պետությունները, որովհետեւ վտանգը կանխարգելել։ Ոչ թե ասենք տարբեր կոչ հայտարարություններով Եվրամիության հետ, չգիտեմ Միացյալ Նահանգների հետ, երբ որ իրականում այդ մեծ Ադրբեջան պրոյեկտը ինքը ամերիկյան պրոյեկտ է, Վատիկանի պրոյեկտն է, մեծ Թուրանը կամ Թուրան պրոյեկտը, Բրիտանիայի պրոյեկտն է, Թուրքիայի պրոյեկտն է։ Եւ այս երկու պրոյեկտների մեջ Հայաստանը եւ Վրաստանը, մեր հարևան Վրաստանը եւս խանգարող գործոններ են։ Իսկ Իրանի դեմ պատերազմի այսպիսի ելքը ըստ ձեզ կազդի այս ծրագրերի իրականացման եւ իրականացման վրա։ Ավելի ոչ իրականացման, այլ իրականացման ուղղակիորեն, իհարկե։ Իհարկե, դուք ուշադրություն դարձեք, որ վերջին 1-1.5 ամսում, օրինակ Տրամպի ուղի կամ տրիպ իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյանց շուրթերից կորել է։ Չեն խոսում։ Օրինակ իրենք հասկանում են, այդ առումով ես օրինակ դրական եմ գնահատում, գոնե հասկանում են, որ այդ պրոյեկտը, որը ժամանակին Միացյալ Նահանգները ընդ որում փորձում էր կյանքի կոչել, դա այլևս չի լինելու, որտեղ այդ ուղին տեսականորեն, եթե մենք նայենք մինչև այս 2 օրը բանակցությունների սեղանի շուրջ, երբ որ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները նստեցին, այսօր են չնստել։ Եթե մինչ այդ նայենք, տեսականորեն, ես գնահատում եմ այսպես, ասենք 0% հավանականությամբ, եթե Իրանը պարտվեր, ապա այդ Տրամպի ուղին ոչ թե Սյունիքով անցնող մի ճանապարհ էր արահետ, այլ ամբողջ Ադրբեջանը ազերիներով բնակեցված Իրանից այդ հսկական տարածքը, ասենք տրվելու էր Ադրբեջանին, օրինակ տեսականորեն, եւ իդեպ Ալիև այդ խայծը կերավ 3-4 օր հիշում եք ինչ վայրահաճություններ դրել Իրանի նկատմամբ ինչի համար էր անում դա։ Իրենք մտածում են, որ ամենայն հավանականությամբ Իրանում իշխանափոխություն կլինի, բայց այդ մեծ պատառը իրեն պիտի հասնի, չէ՞։ Եվ դա Տրամպի ուղին արդեն Հայաստանը որպես ուղի արժե կորում էր։ Տարբերակ երկուս, Իրանը չի պարտվում, պարտվում Միացյալ Նահանգներին չի կարծում։ Իրանից Իսլամական Հանրապետություն հանդուրժելու է Միացյալ Նահանգների ներկայությունը իր հարևանությամբ, երբ որ ինքը Միացյալ Նահանգներին ուղղակի պատերազմը չախտեց։ Հիմա ինչ է կարծում այս բանակցությունների ընթացքում ինչ որ կերպ կարող է շոշափվել թրիփի հարցը եւ ինչպես է սա թրիփի հեռանկարի վրա ազդում։ Իրանի ղեկավարությունը եւ ոչ միայն միշտ կողմնակից է եղել մի բանաձևով տարածաշրջանային բոլոր թնջուկները լուծելու։ Դա 3 գումարած 3 ձևաչափն է եւ կարծում եմ շատ արդարացի ձևաչափ է, որտեղ տարածաշրջանի երկրները վերջին հաշվով դիվորոշեն իրենց շահերը ինչպես են սպասարկում։ 3 պետություն Թուրքիայի գոյությունը չէ կարող հաշվի չառնել, ինքը կա հզոր ռազմական տերություն է, մեր հետ անգամ չափելի չէ էլի։ Թուրքիա, Ռուսաստան, Իրան տարածաշրջանում, բայց քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, այս Իրանի դեմ պատերազմի արդյունքում Թուրքիայի կշիռը բնականաբար կտրուկ իջնում է, վստահաբար։ Բարձրանում է աշխարհի 4-րդ բևեռ կայացող Իրանի կշիռը, իսկ ինքը հավակնություն է շուտով հանդես բերելու աշխարհի 3 բազմաբևեռ աշխարհի 3 պետությունների կողքը հավասար իրենքով հայտնվելու։ Իհարկե չնելով միջուկային տերություն իդեպ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի կողքին Իրանը հավակնություններ է հանդես բերելու։ Սա ամենայն ես լրջությամբ եմ ասում, այդ հավակնությունները շուտով կտեսնենք դրսևորվեն Իրանի կողմից, եւ եթե ուշադրություն դարձնենք փաստացի մեր տարածաշրջանում, ուրեմն Ռուսաստանը եւ Իրանն են առաջին այսպես դերակատարները դառնալու, Թուրքիան մի փոքր հետ քաշված, որտեղ իր դաշնակիցն է պարտվել Իրանի դեմ պատերազմում, եւ 3 հարավկովկասյան հանրապետությունները, որոնք ունեն խնդիրներ եւ այդ խնդիրները պետք է բանակցությունների միջոցով լուծվեն, այդ թվում նաեւ ուղղակի այդ 3 մեր հարևանների ամիջական մասնակցությամբ։ Եթե մեր երկրի կառավարությունը, նույնիսկ այս կառավարությունը, որը կա, պատկերացրեք իրավիճակի համարժեք գնահատումից հետո եւ եթե տեսականորեն այն ինքը արտաքին կառավարման ներքո չի, հա, ինքը ուզում է սպասարկի Հայաստանի շահը, ապա այս նոր իրավիճակում սկզբունքորեն չեմ ասում շատ կտրուկ, բայց որոշակի առումով արտաքին քաղաքական կուրսը պետք է փոխի, որտեղ հասկանալի է, չէ՞ որ Իրանի քաշային կարգեստը կտրուկ մեծանում է, Ռուսաստանը դաշնակցեց այս պատերազմում Չինաստանի հետ միասին Իրանի հետ եւ Իրանին օգնեցին շատ հարցերում առանց փակագծերը բացելու, այն որ չինական հետախուզական անօթաչուների եւ ռուսական այն հրթիռները, որոնք փայլուն կերպով խոցում էին ամերիկյան ինքնաթիռները 250-300-350 կիլոմետր շարժական թիրախներով Իրանը զենքերը չուներ։ Այսինքն դա բացառիկ չէր, այլ ստվերային։ Հա, իրենք չեն հայտարարում, բայց ասենք ես օրինակ որպես
ոչ ամենապրոֆեսիոնալ մասնագետ, բայց ես հասկանում, որ եթե 320 կիլոմետրի վրա ամերիկյան ինքնաթիռ է խոցվում եւ Իրան այդ զենքը զինատեսակը չունի, շարժական թիրախներին այդ հեռավորության վրա ավելի շուտ բացահայտել եւ այդ հեռավորության վրա խոցել։ Դա ռուսական այս 300 նո այդ 320 կիլոմետր այս 400-ն է, էլի, ասենք մինչեւ 270-280 կիլոմետր այս 300-ը եւս կարող խոցել։ Այսինքն ռուսական այդ հրթիռներն են աշխատել, հա։ Եվ այստեղից հետևություն, նույնիսկ այսօրվա Հայաստանի իշխանություն կոչվածը ոչ թե Եվրոպա Միացյալ Նահանգներ հասկանալ է, չէ՞, որ այս ճակատամարտից հետո ուժերի կտրուկ վերաբաշխման դա լինելու նաև մեր տարածաշրջանում։ Ավելին ասեմ, Պարսից ծոցի երկրներում այդ երկրները, որոնց շեյխերը մտածում էին հավերժը իրենց բարեկեցիկ կյանքը, որտեղ ամերիկյան բազաները կան, չէ՞, իրենց մոտ։ Հիմա այդ բազաները ոչ միայն չեն պաշտպանել, գլխացավանք դարձան այդ երկրների համար, չէ՞, Պարսից ծոցի գոնե 5 պետությունների համար։ Պարոն Աբաջյան, բայց դրանք արաբական փաստացի ամենահարուստ երկրներից են, ինչպես Իրանին հաջողվեց խեղճացնել նրանց, որովհետև նրանք եւս խոսում էին խաղաղության, անվտանգության, տնտեսական բարեկեցության զարգացման մասին, այլ ոչ թե պաշտպանության եւ ռազմական անվտանգության։ Այո, շեյխերը մտածում էին իրենց առաջինորդին իրենց բարեկեցության եւ ժողովրդի լավ ապրելու։ Իրանի ղեկավարությունը մտածում էր իր երկիրը առավելագույն պաշտպանված լինելու եւ արժանապատիվ ապրելու։ Այսինքն պատկերացնում եք գաղափարական առումով ինչ բևեռներ են։ Իրանում խնդիր չի դրվել շատ լավ ապրել, երջանկությունը շատ նյութ ունենալու մեջ։ Այդպիսի բան չի դրվել։ Դրվել է ժողովրդական վիճակը կտրուկ փոխել, այսինքն ծնելիության կտրուկ աճ, դաստիարակություն, այդ սերնդի անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, դրվել է երկիրը ունենալ ռազմաարդյունաբերական համալիր, որսի զինատեսակներ եւ հսկայական քանակի շատ մեծ քանակի զինապայստարաններ, հրթիռների տեսքով, անօթաչուների տեսքով, ռազմական տեխնիկայի տեսքով, որոնք պետք է պահվեին ամերիկյան օրինակ B2 ռազմական ռմբակոծիչները, որոնց հրթիռները առավելագույն 60 մետր խորությունն են, հա, այսպես ասենք, պայթեցնում, ասենք իրանական եւ ուրանի հարստացման ցենտրիֆուգները եւ իրենց բալիստիկ եւ հիպերձայնարարության հրթիռները առնվազն այդ նվազագույն 80-ից 120 մետր խորության վրա են պահվել սարերի մեջ, հա, այդ բնական ապարները ճեղքելով, ստեղծելով։ Այսինքն պետությունը ինքը ներդրում էր արել իր պաշտպանության վրա, որտեղ գնահատել էր, որ իր անվտանգության երաշխավորը առաջնորդին պետությունն է իր պետական ինստիտուտներով եւ իր բանակով։ Կարծում եմ ձեր խոսքի շարունակություն կլինի հարցը, որ ես ամեն դեպքում պետք է տայի, որն էր հետեւաբար Իրանի ռազմական ու դիվանագիտական, կարելի ասել քաղաքական այս հաջողության գաղտնիքը կամ գրավականը։ Իրանի այաթոլլաների կառավարման ինստիտուտը, որտեղ վերջին հաշվով այն ինչ որ ստեղծվեց Իրանում եւ դիվանագիտական եւ ռազմական առումով, դա կառավարման արդյունք է։ Ասենք այնպես չի օրինակ, որ Հայաստանը կամ Հայաստանի նման երկրներ կամ նույն Պարսից ծոցի երկրները նյութապես օրինակ ավելի վատ վիճակում են, քան Իրանը։ Նույնիսկ կարելի ասել շատ ավելի լավ վիճակում են, չէ՞, բայց այդ դեպքում ինչու է Պարսից ծոցի երկրները ուրեմն չունեցան այն հաջողությունը ավելին, այս պատերազմի ընթացքում հսկայական կորուստներ չէ ունեցան Իրանի հրթիռների հետևանքով։ Պատճառը շատ պարզ է։ Պարսից ծոցի երկրների ղեկավարները մտածում են, որ իրենց անվտանգության երաշխավորը ամերիկյան բազաներն են։ Պարոն Աբաջյան, բայց գաղափարականությունն ու մարտական ոգին մեզ էլ չէ շատ հարազատ այդ հասկացությունը բավարար են ռազմական հաջողության հասնելու համար։ Ուրեմն մարտական ոգին զինվորի սպայի կռվելու եւ կյանքի գնով հրամանը կատարելու պատրաստակամությունն է։ Մարտական ոգին, այսինքն պատրաստ ես զոհաբերվել, բայց հրամանը կատարել, իմանալով որ հավանականություն մեծ է, որ խփվեց։ Այսինքն դու մնում ես հրամանը կատարում ես, կռվում ես, թե նահանջում ես, փախնում ես։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Օրինակ Իրանում դաստիարակվեց 2 սերունդ, որոնց մոտիվացիան շատ բարձր էր, կռվել եւ մեռնել։ Ընդ որում դա չափվեց Իրաքի հետ 8 տարի պատերազմում։ Իրան-իրաքյան հայտնի, իսկ այդ պատերազմը սադրել էր Միացյալ Նահանգները, որպեսզի այաթոլլաների կառավարման ինստիտուտը փոխել։ Այդ պատերազմի իմաստը դա էր։ Սադամ Հուսեյնով, Սադամին Սադամ իրենց մարդներ, ինչ եղավ Սադամի հետ, մենք Սադամ իրենց մարդներ բերեցին իշխանության Իրանի դեմ։ Չաշխատեց, չէ՞ դա։ Հետո Սադամը փոխեց տիրոջը։ Խորհրդային Միությանը սկսեց մտերմություն անել, այո։ Դրա համար արժանացավ այն ինչին արժանացավ։ Իսկ Պարսից ծոցի երկրների ղեկավարները, որոնք շատ ավելի մեծ նյութական հնարավորություններ ունեն ֆինանսական հաշվի առնելով, հա, նավթի, գազի
ուրեմն պաշարները եւ վաճառքը։ Իրենք իրենց ուրեմն անվտանգությունը որպես երաշխավոր դրել են ամերիկյան բազաների վրա, ճիշտ է։ Եվ հիմա ինչ են, այդ երկրներին շիճակում են, եւ նայեք Իրանը, երբ որ դրել էր իր ժողովրդի, իր զինված ուժերի եւ իր ղեկավարության վրա, անվտանգության երաշխավորը ինքը ներսում էր փնտրում, եւ ոչ թե դրսում, շատ կարեւոր է։ Այդ ներսում փնտրում ես ներքին ռեսուրսները, շատ ռեսուրսներ, որ առերեւույթ չկան, իրենք միանգամից դերև վերև են բարձանում։ Եվ ճիշտ կառավարում, նպատակային կառավարում բերում է ինչ որ ժամանակ հետո արդյունքների։ Ավասիկ Իրանը հիմա քաղում է այն պտուղները լավ իմաստով, որ ժամանակին, ասենք 2 սերունդ առաջ նախկին կառավարիչները ցանել են։ Կարծում եք, որ դա է ամենամեծ դասը Հայաստանի համար իրանական պատերազմից, թե այլ դասեր կան եւ կամ այլ բաներ կան, Դե մեզ համար ինչն է, ես օրինակ բականի շփումներ ունեմ եւ շարքային քաղաքացիների եւ որոշակի մասնագիտական շրջանների հետ, ինձ օրինակ ասում են, որ Իրանի ժողովրդին այս դիմագրավելուց հետո, որ փաստորեն հաղթական է դուրս գալիս, ասում եմ, այդ Իրանին մենք 80-ականների վերջին 90-ականների սկզբին այդ Իրանին մեզ շատերն էին տալիս։ Ես այդ Իրանները օրինակ զգացել եմ, օրինակ հանգամանքների բերումով Հյուսային Կովկասի ժողովուրդների հետ 94 թվականից հետո, որ գործնական տարբեր խնդիրներով հանդիպում ենք, նաև մտավորական շրջանակների, իրենք մեզ նայում են մի աշկով, որ դուք հաղթած երկիր եք, իսկ իրենց հայրենակիցների մի մասը բնակվում են Ադրբեջանում եւ բավականին ճնշման տակ Հյուսային Կովկասի, հա, դագերը, լեզգիները եւ այլն։ Իրենք մեզ այնպես չեմ ասում վատ նախանձի աշկերով, բայց շատ լավ են իրենց զգում, որ մեր հետ շփվում են հայերիս հետ, որտեղ մենք հաղթական ենք դուրս եկել։ Ճիշտ է, պատերազմը չէր ավարտվել, հրադադարի ռեժիմ էր, չէ՞, հաստատված 94-ի մայիս 12-ին։ Հիմա մեր ժողովրդի հետ շփվելուց ես շփվելով մեր երկրի քաղաքացիների, իրենք նույն այդ զգացողությունը Իրանի ժողովրդի հանդեպ ունեն, ինչ որ ժամանակին մեր հանդեպ ունեն։ Հիմա մենք դի պատճառները հասկանանք, ինչու մենք կորցրեցինք դա, չէ՞ որ մենք ունենք։ Այսինքն մենք ունենք պոտենցիալ վերականգնելու, բայց այդ պոտենցիալը ինչու կորցրեցինք, բուն պատճառներ, այսինքն եթե մենք ճիշտ ախտորոշենք հիվանդությունը, մենք բուժումը կունենանք, իսկ եթե մենք հետևանքները ախտորոշենք եւ ոչ թե բուն պատճառները, վստահաբար այդ հիվանդությունը մեր մեջ կմնա։ Վերջին հաշվով պարտությունը ինքը հիվանդության նշան է։ Օրգանիզմը եթե հիվանդությանը պարտվում է, երկար ժամանակ հիվանդ է մնում, կամ մահանում է, չէ՞։ Հիմա ազգը եւս պետությունը համակարգինք եւս մի օրգանիզմ է։ Ուրեմն մեզ մոտ որոշակի հիվանդություններ եղել են, որ այս ճակատամարտում բախման ժամանակ մենք պարտվեցինք, ճիշտ է։ Դե ուրեմն մենք ավելի շուտ խորենք մեր ժողովրդի այն մասը, որը որ կրթված է, մասնագետ է եւ այլն, հավաքական առումով դրա մասին ավելի շուտ։ Ոչ միայն խորենք, թե հասցրեցին պարտության։ Դե հիմա եթե հասցրեցին, ուրեմն թույլ է եղել, չէ՞, թույլ չտայր որ հասցնեին։ Այդպես չէ։ Ինչա 90-ականների սկզբներին բոլոր ուզում էին, որ մենք հաղթեինք։ Իդեպ ասեմ ձեզ, Ադրբեջանը ժամանակ շատ ավելի զինական, մարդկային դաշնակիցներով շատ ավելի հզոր էր մեզանից։ Չէ, 90-ականների սկզբին մենք ունեինք հայրենասեր եւ ուրեմն մենք 90-ականներին մենք եթե գնահատենք, մենք ունենք ընդհանրապես 2 դրվագով առավելություն։ Մնացած Ադրբեջանն էր։ Դրվագը առաջին։ Ուրեմն սովետական կամ խորհրդային բանակից այն սպաները, որոնք որ եկել են մեր բանակը կազմավորելու եւ օգնելու ջոկատների, շատ ավելի պրոֆեսիոնալ են, քան են զինվորականները, որոնք որ եկել են Ադրբեջան խորհրդային բանակից, ադրբեջանական բանակը ստեղծելու։ Ես կարող եմ սխալվեմ, բայց գոնե այս փաստի մասին ուզում եմ բարձրաձայն, ասենք եթե մեր մոտ եկել էր խորհրդային միությունը ժամանակ աշխարհում ռազմական տերությունների ցամաքային զորքերով, ճիշտ է։ Ոչ օթուժով, ոչ ենթադրենք նավատորմով, ցամաքային ահռելի մեծ էր։ Իսկ այդ ահռելի թվի ցամաքային զորքերի երկրորդ դեմքը շտաբի պետը Նորադ Տեր Գրիգորյանցն էր։ Դուք պատկերացնում եք մարդ, որը Աֆղանստանում հսկայական փորձ ուներ, այդ մարդը եկա մեր բանակաշինության ակունքներում ա եղել։ Գեներալ գնդապետ, գեներալ-լեյտենանտ Անդրեսյանը, Իվանյանը, Զինևիչը, Դալիբալթյանը, այսինքն մի ամբողջ աստղաբույր, ես դեռևս հələ չեմ գնում, հա, գեներալ-մայորների եւ ավագ սպաների գնդապետներ, փոխգնդապետ մայորներ։ Երբ որ իրենք եկան, իրենք պրոֆեսիոնալ են եւ իրենք նվիրում ունեն, որ ստեղծեն։ Սա առաջին մեր հաղթաթուղթն ա եղել, Արցախյան առաջին պատերազմ։ Երկրորդ հաղթաթուղթը, որ մենք ունեցել ենք, դա մեր կռվողի կամավորականի մոտիվացիանա հրամանը կյանքի գնով կատարելու։ Եթե ուշադրություն դարձեք, ասենք դուք երիտասարդ եք, բայց եթե
պատմական հիշողությունների հիման վրա որ ինչ որ բրոշուրներ գրքեր եւ այլն որ գրված է սովորաբար այդ կռիվների ժամանակ մենք համարյա փախուստներ չենք ունեցել նահանջ եղել է փախուստներ չի եղել այն էլ ոչ ավել ոչ պակաս մեծ զանգվածով Հիմա հայտարարում է որ փախել են ճողոպրել են Այս հայտարարությանը դուք ինչպես կպատասխանեք որպես զինվորական Կա արդյոք ճշմարտության Օրինակ ես եկեք այդ տեսանկյունից չնայեմ ես կարող եմ նաև այդ կտրվածքով ասել գիտեք ոնց եկեք այսպես ասենք նահանջ եղել է փախուստ եղել է բայց գնահատելու համար թե ինչու է եղել այստեղ խնդիրը ինչ է որ ինչ որ 1-ին 10-ին 50-ին 100-ին 1000-ին բռնես դատես խնդիրը հասկանաս ինչու է դա եղել ես նույնիսկ եմ ասում առաջին ազատամարտի ժամանակ Այն ժամանակ էր եղել, բայց դա չափելի չէր այն կռվի դիմադրողականության եւ կամավորականության հետ, որը որ ունեցել ենք։ Մեր երկրորդ հիմնական հաղթաթուղթը դա եղել։ Այսինքն կամավորականությունը եւ պատրաստակամությունը կռվել, զոհվել, հաղթել, չզոհվել, հաղթել, այսպես։ Բայց կարելի է հայտարարել, որ ես ձեր անվտանգության երաշխավորն եմ, հետո հրաժարվել դրանից, հետո մարդկանց, այսինքն մենակ զինվորների մասին չէր խոսքը, մի ամբողջ ժողովրդի մեղադրել, որ փախել են։ Դե հիմա ասել այն ժամանակ ասել, հետո ասում է այլ բան։ Եթե թող մեր ժողովուրդը դատի, ոչ դատավորի կեցվածքով, այլ վերաբերմունքը եւ քայլեր։ Ես կարծում եմ 2 ամիս հետո մեր երկրի քաղաքացիները հնարավորություն կունենան գնահատելու, վերագնահատելու բոլոր այն տված խոստումները, որ նախկինում եղել էր, որը շատ լավ ճիշտ խոսքեր էր, այո, որից մեկը դեմ չէր այն գնահատականները, որ ինքը տալիս էր։ Այդ թվում նաև դրանից առաջ, երբ որ ինքը ընդդիմադիր էր Արցախի հետ կապված, այս կոնկրետ Հայաստանի Արցախի հետ կապված գնահատականների մասն եմ ասում, բայց հետո իրավիճակից ելնելով, երբ որ մենք մարտի, պատերազմը չի ավարտվել, մենք մի մեծ ճակատամարտ ենք պարտվել։ Եվ հետեւաբար իր տված այս երկրորդ գնահատականը Հակոտնյա է կամ տրամագծության հակառակ է իր տված առաջին գնահատականից, թե ինչու է այդպես ասում։ Եվ արդյոք այդ ասելուց ինչ որ բան փոխվում է, թե թող մեր ժողովուրդը հունիսի 7-ին ընտրություններում գնահատի իր կեցվածքով։ Կարծում եմ այդպես։ Թրիփի առնչությամբ ես հետեւյալ իմաստով նկատի ունեի, պարոն Նահապետյան, եթե Իրանը փաստացի վերջնագրերով է արդեն խոսում եւ իր պայմաններն է թելադրում։ Տրամաբանական չի արդյոք, որ կարող են նաեւ Հայաստանի հետ կապված կամ այս ճանապարհի հետ կապված իր պայմանները թելադրել եւ երկրորդը որպես շարունակություն Իրանի 10 կետերի ընդունումը Թրամփը ամենասկզբում հայտարարեց ապրիլի 7-ին այդ երկշաբաթյա հրադադարի հայտարարման ժամանակ որ դրանք ընդունվել են որպես բանակցային գործընթացի հիմք ճիշտ է հետո Իրանը հայտարարեց որ մի քանի կետ դրանից խախտվել է որոշ կետերից հրաժարվեց ամերիկյան կողմը եւ այլն բայց առաջնահերթ իհարկե հատկապես այստեղ հատկանշական է որ ճանաչեց ուրանի հարստացման իրավունքը, առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների չեղարկումը Իրանի դեմ եւ վնասների հողատությունը, փաստացի ռազմատուգանք, Չէ, ռազմատուգանք կոնտրիբուցիան է, փոխհատուցումը ռեպարացիա։ Չէ, վաղը կարող է ռազմական տուգանքի վերաբերյալ կեցված տեսնել։ Նշանակում է Իրանը հաղթել է եւ պարտադրում է նրան վնասների փոխհատուցում։ Այո, հիմա եկեք Տրամփի ուղու վերաբերյալ, այո, ձեր հարցի առաջին մասին։ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան իրենց կայսրությունները ստեղծել են որպես ծովային տերություններ։ Բոլոր ծովերում, օվկիանոսներում իրենք են իշխել եւ ապրանքաշրջանառությունը միշտ արվել է հիմնականում նավերով, որտեղ գերշահույթներ են ստացել։ Ավելին ցամաքային սահմաններում փորձել են այդ երկու պետությունները խնդիրներ առաջացնել։ Եվրասիական տարածքը հիմնականում ցավակային է, այո։ Իսկ Բրիտանիա եւ Միացյալ Նահանգները ծովային տերություններ են։ Եվ նավատորմը ունեցել է ավագ զինուժի կարգավիճակ երկու պետություններում։ Այսինքն բանակը եւ օդուժը երկրորդական են եղել նավատորմից։ Հիմա նայեք այս կռվի ժամանակ ամերիկյան նավատորմը խոցվել է մի ավիակիր, որը խոցվել է կեղծ պատրվակով, որ իբր հրդեհ է բռնկվել, այնտեղ սանհանգություն եւ Աբրահամ Լինքոլնը դուք։ Այո։ Իրականում խոցվել է, տախտակամածը խոցվել է։ Վստահաբար խոցվել է։ Ավելին այդ ավիակիրները մարտի մեջ սկզբունքորեն մեծ հաշվով չմտան։ Տեսանք։ Շատ ճիշտ եք։ Եվ այն նավատորմը, որ ինքը ուներ, որը որ որոշում էր այդ պետության գերտերության կարգավիճակը, մենք այս կռվում չտեսանք։ Ինչու չտեսանք։ Որտեւ իրանական հրթիռները շատ ավելի դյուրին կարող են եւ առանց անձնակազմ մոտորանավակները զինված մեծ պայթուցիչով էֆեկտիվ աշխատում էին այդ նավերի դեմ։ Եվ ամերիկյան կողմը որոշում կայացրեց, որպեսզի այդ կորուստները չունենա, ինքը եւ ավիակիրները սկզբից հեռացրեց, հա, հետո նավերի մեծ մասը։
Սա գիտեք ինչ է նշանակում, որ Ամերիկայի հզորությունը, որի առանցքը ռազմական հզորության նավատորմն էր, նավատորմը այս պատերազմում առաջին անգամ իր ամբողջ պատմության ընթացքում եւ ժամանակին Բրիտանիան, իսկ հիմա Միացյալ Նահանգներ, առաջին անգամ այս կարգի պարտություն ա կրում։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների ռազմական հզորության այն իրողությունը, որը բացի միջուկային զենքից, եթե դնում ենք այն կողմ, իսկ միջուկային զենք առնվազն մի քանի երկրներ ունեն, այո, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Բրիտանիա, Պակիստան, Հնդկաստան, Իսրայել, այո, որ բայց ինքը դրա մասին չի բարձրացնում, որ ունի։ Չի ասում։ Գոլդամերը ասել է, չէ՞, նախ եւ առաջ մենք չունենք միջուկային զենք։ Այո, բայց եթե պետք է լինի կկիրառենք։ Այո, այո։ Հիմա սա ինչ եմ ասում, որ ամերիկյան հզորության իրողությունը, որը հիմա աշճանաբար վերածվում է միֆի, կոնկրետ նավատորմի առումով, սա շատ կարևոր գործոն է։ Մենք հասկանանք, որ այդ նահանջը եւ ռազմական, եւ հետո գալիս է քաղաքական, հետո դիվանագիտական, հետո տնտեսական ԱՄՆ աշճանաբար նահանջ է ապրելու, աշճանաբար։ Եվ այս իրողությունները ինքը չի կարող հաշվի չնստել։ Պարզ եմ ասում։ Եվ այդ իրողությունները չեն կարող չազդել մասնապես Իրանի համար կենսական շահ ունեցող իր մի հարևանի հետ ամերիկյան ներկայացության մասին լինել, թե չլինել։ Խոսքս Տրամպի ուղու մասն է։ Ինչ է կարծում, եթե Միացյալ Նահանգները այս կամ այն ձևով Իրանի պահանջներն են կատարելու։ Իրանի համար շատ կարևոր է 144 կիլոմետր, որտեղ ՆԱՏՕ-ի զորքը չկար։ Խոսքս Արաքսի հովտի Կուբատի Զանգիլան Ջեբրայել եւ 102 կիլոմետր 142 կիլոմետր Մեղրի ագարակ հատվածներ։ Դեռ ՆԱՏՕ չկար, չէ, Իսրայել չկար, ժամանակին երբ որ մերն էր, չէ։ Եվ Իրանը թիկունք էր զգում այդ տարածքներից, որ հարված չի լինի, որտեղ մեծ հաշվով Իրանը աշճանաբար շրջափակվում էր ՆԱՏՕ-ի զորքերով կամ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներով, այո։ Հիմա ինչ է կարծում ես 42 կիլոմետրի պահով Իրանը ձգտելու է, որ ամերիկյան ներկայացվածություն լինի, թե իր լծակները օգտագործելով, որ այդ ներկայացվածությունը աշճանաբար դուրս տրվի կամ միանգամից։ Ես կարծում եմ, որ դա լրջագույն ազդակ է նաև օրվա իշխանությունների համար ճիշտ քայլեր ան, անկախ նրանից հունիսի 7-ին ով կընտրվի, ով կվերընտրվի, քաղաքականությունը երկրի ազգային պետական շահերի, հա, սպասարկման ցանկացած իշխանություն պարտավոր է անում, որովհետև իր գործառույթն ու նպատակը դա է։ Ես համոզված ասեմ, որ նույնիսկ ներկա իշխանությունը, ապագա ովքեր որ փոխվեն, իրենք վերարտադրվեն, թե իրենք չվերարտադրվեն, այս իրողության հետ ինքը չի կարող հաշվի չնստել։ Այսինքն Իրանի կեցվածքի, Հայաստանի հետ սահմանի այդ թվում նաև հաշվի նստել գիտեք ով, Ադրբեջանի նախագահը։ Եվ դրա լավագույն ցուցիչն է Իրան պարբերաբար համարի ամեն օր հումանիտար օգնություն ուղարկելը։ Հասկանում եք, այսինքն Ադրբեջանի նախագահը հստակ հասկացավ, որ ոչ թե մեծ Ադրբեջան դիստեղծի, այլ Իրան բակալին կոռեկտ ու նորմալ պահի Իրանի հանդեպ, որտեղ կարող է տարածքների մի մաս ուղղակի Իրանը արդարացիորեն վերցնի։ Մասնապես 1 միլիոնից ավել թալիշ Կասպից ծովի հարավային շրջաններում է ապրում, թալիշները եւս իրանական բարձրավանդակի ժողովուրդ են։ Ճիշտ է։ Այնպես որ եթե պահը գա, դեռ հարց է Ադրբեջան պետությունը կարող է միանգամից մասնատվի, եթե ներկայիս ղեկավարությունը ոչ adekvat լինի, հաշվի չառնի տարածաշրջանային ուժերի նոր հարաբերակցությունը։ Թալիշները, թաթերը Ադրբեջանում բնակվող իրանալեզու Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի վիճակը եւս նախանձելի չի։ Իրեն մեծ հավակնությունները, հա, մեծ Ադրբեջանով, Թուրքիան մեծ Թուրանով, այս բոլորը կարծես թե այսպես հարվածեցին պատին, ժայռերին եւ փշրվեցին, որտեւ Իրանը է սկրվում, բայց Իրանը մենակ չի ախտել է սկրվում, վստահաբար եմ ասում։ Երկու պետություն իր կողքին կանգնել են, փակագծերի չի բացում, բայց ես առավել քան վստահաբար եմ ասում, դա եւ պատկերացեք, երբ որ անտեսանելի ինքնաթիռներ են խփվում ամերիկյան եւ դա խփվում է 270 կիլոմետր հեռավորության վրա։ Եվ իջիմկաներ նկատի ունեք։ Հա, եւ գիտեք, այստեղ եկեք այսպես նայենք, հա, որ այնուամենայնիվ մենք որպես Հայաստանի քաղաքացի մտածում ենք, որ մեր գլխին Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի կողմից դամոկյան սուր է, չէ, կախված եւ դա խիստ իրատեսական է, երբ որ մենք գնահատում ենք։ Հիմա այդ սուրը կամ չկա, կամ մի կողմա դրվելու, որտեղ Իրանի գործոնն է աշխատում։ Եվ Հայաստանի ցանկացած վարչակազմ անկախ անձերից պիտի վարի քաղաքականություն, որ Իրանի հետ առավելս որ դրա շատ նորմալ, բնական, պատմական, մշակութային, կրոնական նորմալ հարաբերություններ են ունեցել։ Եվ Իրանը շատ նորմալ է իրեն պահել եւ Արցախյան առաջին ազատամարտի եւ 44 օրյա ժամանակի դեպ ասեմ ձեզ շատ բաներ կա որ փակագծեր մենք իրանք չունենք բացելու որոշ բաներ ազերիները հրապարակել են, բայց չգիտեմ արդյոք հիմա ուզում եմ ասել մեր հարևան բարեկամ Իրանը,
որը պատրաստակամ է, որ ճիշտ քաղաքականություն ունի, շահերից է բխում։ Վերջին հաշվով Հայաստանը մի երկիր է, որը կարող է Վրաստանի հետ դառնալ Ռուսաստան-Իրան տրանզիտ մի կարևոր ճանապարհի մասը։ Իսկ Ալիևը ինչու հետ կանգնեց իր հակաիրանական գործողություններից այն դեպքից հետո, այդ հոխորտակներից հետո, Առաջին եւ ականջը հնարավոր է կոնֆլիկտի այս զարգացմանը զուգընթաց, հատկապես եթե նոր սրացումներ լինեն, նոր փորձեր ձեռնարկի իրենց այդ նկարտումները իրականացնելու ուղղությամբ։ Մեկը երևացող էր Ալիևի ինչու հետ կանգնեց, դա ես կարծում Էրդողանի խիստ կեցվածն էր Ալիևի զգուշացում, որ ինքը աշխարհի ուժերների այս կռվի մեջ կեցված կա փորձում դրսևոր ինչ որ պատար տանելու, երբ որ ինքը կարող է պատար դառնալ ամբողջ Ադրբեջանը։ Երկրորդ Իրանի զինված ուժերի շտաբի հայտնի հայտարարությունը իսրայելական բազաների ներկայացվածության ներգրավվածության Ադրբեջանի տարածքում։ Ես չեմ կարծում, որ Իրանի ղեկավարությունը կապ չունի ներկայիս թե ապագայում իրենք հիշաչար են, բայց հաստատ հիշողության կորստով չեն տառապում։ Վստահաբար իրենք կարող են նշել եւ Ռայիսի Աբդուլլախյանի մահը նախագահ եւ արտգործնախարարի ուղղաթիռով հիշելու են, գնահատելու են թե ինչպես 12 օրվա ռազմական բախման ժամանակ անցյալ տարի հունիսին, երբ Իրանի վրա հարձակում եղավ, Ադրբեջանը սկզբունքով իր օդային տարածքն տրամադրել, որի մասին Իրանը հրաշալի գիտի եւ ապացուցողական բազաները կա։ Կգա պահը, որ Իրանը նաեւ կեցված դրսևոր է ուղղությամբ, բայց խնդիրը նա է, որ մեր երկրի կառավարիչները իրենք իրապես իրավիճակը ճիշտ գնահատեն եւ ըստ այդ իրավիճակի անեն առավելագույն ճշգրիտ քայլը։ Առավել եւս որ մեր երկու հարևանները փաստորեն բազմաբևեռ աշխարհում գործնականում 4 բևեռներից երկուսն են, որ շատ բնական ձևով դու այդ առանցքի վրա ես հայտնում։ Ռուսաստան, Իրան առանցքի վրա ենք, չէ՞ մենք։ Հո մենք Եվրոպայի տարածքում չենք Եվրոպայի առանցքի վրա կամ արևմտյան կիսագնդում հո չենք ԱՄՆ-ի հարևանությամբ։ Ես շատ բնական է, որ քո երկու հարևանները, որի հետ ունես քաղաքակրթական, պատմական, մշակութային, կրոնական ինչքան ընդհանրություններ ունեն։ Բայց դեպքում ինչու են գնում Հնդկաստանից զենք գնում, ոչ թե նույն հարևան բարեկամ Իրանից։ Դա գնողից պետք է հարցնեք։ Եվ հետաքրքիր է այս ամեն ինչի մեջ Պակիստանի կեցվածքը։ Մենք Պակիստանին դիտում ենք որպես Ադրբեջանի դաշնակից պետություն, ճիշտ է։ Այդպես ենք դիտում, որտեղ այնուամենայնիվ ադրբեջանական Յաշմա հատուկ նշանակության ջոկատները ժամանակի մինչև 44 օրյան պարապել են Պակիստանում, այնտեղ իրենց զինուժի հետ որոշակի ռազմական համագործակցություն են ունեցել եւ այլն։ Ես կարծում եմ դա ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության ճիշտ քաղաքականության արդյունք է, այլ նաև Հայաստանի ոչ կոմպետենտ որոշ կառույցների, հա, քաղաքականության արդյունքն է։ Առայժմ դրա մասին մենք չխոսենք, տեսնենք զարգացումները, բայց պահագա ես որոշ իրողություններ կա, որի մասին մենք կբարձրացնենք, թե ինչու Պակիստանը այդպես վերաբերվեց, ինչպես վարվեց, եւ հիմա Պակիստանի քաղաքականությունը այսպեսին է, ինքը եւս ունի արդեն հստակ կողմնորոշում, ինձ համար դա միանշանակ է, եւ պատական չէ, որ Իրանն է ընտրել Պակիստանի տարածքը որպես բանակցությունների վայր, իդեպ ասեմ ձեզ, դա Իրանի ընտրությունն է, ոչ Միացյալ Նահանգների։ Հիմա Պակիստանը այս պայն ունի տարածաշրջանում երկու դաշնակից, եւ դա այդ իրողությունը եւս մենք պետք է հաշվենք, դա Չինաստանն է եւ Իրանը։ Սա ընդունենք որպես իգիտություն, այսինքն դա այն Պակիստանը չի, որ ժամանակին բրիտանական կայսրությունը Հնդկաստանից մի պատար փոկեց իսլամ դավանող հնդիկներով եւ փուշտումներով, որպեսզի դա անհրաժեշտային աշխատացնի Հնդկաստանի դեմ։ Այդ Պակիստանը չի։ Ընդունենք, որ Պակիստանը ռազմական տերություն է, ընդունենք, որ Պակիստանը միջուկային տերություն է, ընդունենք, որ Պակիստանը շատ ջերմ եւ նորմալ հարաբերություններ է ստեղծել Չինաստանի հետ եւ Իրանի հետ եւ իր տարածքում, իր մայրաքաղաքում էս հանդիպումը, որի անվտանգությունը փաստորեն իրենք իրենց վրա վերցրել են որպես պարտավորություն կատարում են, մենք նաեւ այդ իրողություն, այսինքն վաղը եթե ոչ այսօր վաղը Հայաստանի ցանկացած իշխանություն նաեւ պիտի կարողանա կամուրջներ գտնել, իդեպ ասեմ, Պակիստանի հետ նորմալ հարաբերություններ ստեղծելու, որտեղ Պակիստանը ինքը արդեն դառնում է, այսպես ասենք, բազմաբևեռ աշխարհ ցանկացող պետությունների դաշտում որպես միավոր։ Մենք այդպես նաեւ պիտի Պակիստանին նայենք։ Ոչ թե Միացյալ Նահանգների գերակայության միաբևեռ աշխարհի մի էլեմենտ,
այլ բազմաբևեռ։ Ինչպես հասկացանք, բավական տարբեր ինչ որ խաչաձևումներ կան հարաբերությունների Պակիստան, Չինաստան եւ այլն։ Ժամանակը ցավոք սահմանափակ է, պարոն Նահապետյան, կխնդրեմ ամփոփենք մեր զրույցը, ավելի համառոտ պատասխանել, ինչ կանխատեսում կարող ենք անել այս պահի դրությամբ, ինչով կավարտվի եւ ինչպես կավարտվի այս պատերազմը, հնարավոր է լինեն նոր սրացումներ կամ նոր անկախատեսելի զարգացումներ։ Եթե լինի սրացում, դա Իսրայելի կողմից է լինելու, ոչ վստահաբար Միացյալ Նահանգների, դա ես հաստատ համոզված ասեմ։ Իսկ եթե սրացում չլինի այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը հայտարարել է, որ այս ռազմական բախումը կամ պատերազմը ինքը հաղթել է, Իրանը եւս ասելու է ինքը հաղթել է, բայց ինձ համար մեկ չափորոշիչ կա։ Հորմուզի նեղուցը վերահսկողություն ունենալու հաշվեք դա էլ հաղթել է, որտեղ վերջն արդյունքում այստեղ ոչ այդքան միջուկային հետազոտություններ եւ ուրանի հարստացումներ, հրթիռների ունենալը եւ այլն, որտեղ համաշխարհային տնտեսության վրա միջուկային զենքից ավելի հզոր գործիք Հորմուզի նեղուցն է։ Եթե դա Իրանի վերահսկողության ներքո է, ուրեմն հաշվեք, որ Իրանը այս բախման ժամանակ հաղթել է։ Բայց մի բան հարցնեմ, էլի, դες դրամաբանական վերլուծություն անենք, պարոն Նահապետյան։ Գուցե հենց Միացյալ Նահանգներին Թրամփին ձեռնտու էր, որ Հորմուզի նեղուցը փակվի, նավթի գները բարձրանան եւ տնտեսապես հարված հասցնի Չինաստանին։ Կարծում եմ ոչ։ Կարծում եմ ոչ, իր խնդիրը հետեւյալն էր՝ Իրանում իրականացնել իշխանափոխություն, որպեսզի Իրանի եւ Չինաստանի միջև մի քանի տասնյակ տարվա կտրվածքով կնքված նավթի վաճառքի վերաբերյալ 1 տրիլիոն դոլարից ավել պայմանագիրը չեղարկվի եւ Չինաստան նավթ չգնա։ Այդ նպատակը Իրանում իշխանափոխություն իրականացնելու նպատակներից մեկը ԱՄՆ-ի։ Դες դա էր։ Իշխանափոխություն եւ նավթ այլևս Չինաստան չէր գնում։ Իսկ դա մահացու հարված էր Չինաստանի տնտեսությանը, որտեղ հիմնական հոսանքի արտադրության առողջ բաժինը Չինաստանը ստանում է նավթից եւ ոչ միայն հոսանքի արտադրություն, որպես վառելիք եւ այլն։ Եվ այդ առումով ԱՄՆ-ը կարծում եմ այստեղ ձախողեց այն հաշվարկներում, որ ինքը նկատի ուներ, որ եթե Իրանում ինքը հաղթում է եւ Չինաստանը սկզբունքորեն մահացու հարված է ստանում տնտեսության առումով եւ աշխարհում երկու պետություն են դառնում, բևեռ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ, բայց այստեղ Ռուսաստանը համար երկուս է դառնում, ինչու որտեղ Ռուսաստանի տնտեսությունը շատ ավելի թույլ է, քան Միացյալ Նահանգներն է։ Այս առումով Միացյալ Նահանգները դառնում է Ռուսաստանի առումով տնտեսական առումով որպես մետրոպոլ երկիր։ Համեմատելի չեն նույնիսկ տնտեսապես։ Ես դրա համար եմ ասում, իսկ հիմա փաստորեն Չինաստանի ձախողումը Միացյալ Նահանգների ծրագրով չեղավ, տնտեսության հարված չստացավ, ավելին աշնանաբար ծնվում է նաև 4-րդ բևեռը իդեմս Իրանի։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ 168-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Կհանդիպենք։